Փառք Աստծուն, շնորհակալ ենք։ Ամեն անգամ շնորհակալ ենք լինում, որ հնարավորություն եղավ Տերը մեզ իր ներկայության մեջ է հավաքել եւ մեզ հետ խոսք ունի խոսելու, բժշկության, օրհնության, զորության խոսք։ Փառք Աստծուն։ Խոսք այսօր, որ ես ձեզ հետ պիտի կիսվեմ, այսպես եմ վերնագրել փախչող սատանան։ Իհարկե, մենք գիտենք, մարդկության ամբողջ բոլոր չարիքների արմատը մեղքն է։ Եվ մեղք, երբ որ գործվեց, առաջին մեղքը հենց Ադամի եւ Եվայի կողմից գործվեց, մեղքով մահը մտավ աշխարհ եւ մեղքի հետևանք մահը ոչ միայն Ադամի վրա եւ Եվայի վրա եկավ, այլ նրանց ողջ սերնդի բոլոր ադամականների վրա։ Ամեն ինչ ապականվեց, կյանքը փչացավ, մարդը դառավ մահկանացու, մարդը ընկավ անեծքի տակ, զրկվեց Աստծո բոլոր օրհնություններից եւ շատ այլ բաներ, փառքից զրկվեց Աստվածային եւ նաեւ մարդուն սպասում էր հավիտենական դատաստան, որտեղ մահվան զորությունը հավիտենական է։ Եթե Աստված դրա դեմը չառնի, ոչ մեկ չի կարող դրա դեմը առնել։ Մահը ոչ միայն ֆիզիկապես է մարդուն ոչնչացնում, այլ նաեւ հավիտենական տանջանքի է մատնում նրա զորությունը։ Եվ սա է, որ բացի դրանցից թվարկվածներից մեկ բան էլ կատարվեց։ Մարդ ընկավ սատանայի իշխանության տակ։ Մարդկության վրա սատանան ձեռք բերեց իրավունք, իշխանություն նրանց ենթարկեցնելու, հնազանդեցնելու, առաջնորդելու հարցում։ Ինչու՞, որտեվ Ադամն ու Եվան լսեցին սատանայի խոսքին, նրա առաջնորդությանը հնազանդվեցին, ունենալով Աստծո խոսքը։ Նրանք հոժարակամ որոշեցին անել այն, ինչ որ սատանան է անում, եւ հակառակ գործել այն, ինչ որ Աստված է անում։ Այսինքն սա առաջնորդության փոփոխություն էր։ Եթե Աստված էր իր ստեղծած մարդու տերը, առաջնորդը, ղեկավարը, եւ Աստված պիտի նրանց կյանքի ճանապարհների մեջ ուղղորդեր, ասենք ասած կրթեր, բարձրացներ, այլ ավելի իրեն նմանեցներ, ապա առաջնորդություն փոխվեց, ընտրություն փոխվեց։ Եվ սրա պատճառով ղեկավարություն փոխվեց, իշխանություն փոխվեց։ Եվ մարդկությունը ոչ միայն Ադամն ու Եվան, այլ մարդկությունը ընկան խավարի իշխանության տակ, չարի իշխանության տակ։ Իհարկե, երբ որ ասում ենք ընկան այդ իշխանության տակ, օրինակ ոմանք կարող է այսպես մտածեն, ասեն, բայց մենք երբ ենք տեսել չարին մեր վրա իշխելիս, կամ չարի դևերին մեզ առաջնորդելիս, մեզ մի բան անելիս։ Գուցե չենք տեսել, բայց չի շանակում, որ դա այդպես չի։ Մարդիկ կան տեսել են իհարկե։ Բայց Սուրբ Գիրքը հստակ այդ բանը խոսում է, ներկայացնում է։ Օրինակ, երբ որ ներկայացում է Կողոսացիս թղթում առաջի գլուխ 12-13 համարները, խոսում է, թե ինչպես Աստված մեզ փրկեց։ Այդ փրկությունը ինչպես իրականացրեց Քրիստոս Հիսուսի գործով, ասում է, մեզ հանեց խավարի իշխանությունից, իր որդու լույսի թագավորության մեջ դրեց։ Եթե մեզ ասում է հանեց այնտեղից, որ մենք փրկված լինելու համար անպայման մենք պետք է այդ խավարի իշխանությունից դուրս գանք։ Մեր վրա էլ խավարը, չարը չտիրի, չիշխի։ Այդ անպայման պետք է մեր փրկության համար։ Ուրեմն մենք այնտեղ էինք, որ հանեց։ Եթե այնտեղ չլինենք, այնտեղից չէր հանի, էլի։ Կամ մեկ ուրիշ տեղ, ես հիշեցնեմ ձեզ համար մեկ ուրիշ համար, Գործք առաքելոց 26:18-ում, երբ որ Պողոս առաքյալին Տերը կանչեց եւ ուղարկեց, որպեսզի հեթանոսների մեջ ավետարանը քարոզի, Քրիստոսի ավետարանը քարոզի, որ մարդիկ փրկվեն, Պողոսը սա ներկայացրեց, վկայություն տվեց եւ ասեց, թե Տերը իրեն ինչ է ասել։ Կարդամ ձեզ համար, ասում է Աստված ոնց որ ինչի համար ինձ ուղարկում, ասում է նրանց աչքերը, այսինքն ժողովրդի հեթանոսների աչքերը բանալու, խավարից դեպի լույսը դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Շայթություն դարձնում եք Քրիստոսի հավատալով Աստված նշվեց ինչ պիտի կատարեր մարդկանց կյանքում, դրանցից մեկը էս էր սատանայի իշխանությունից դարձնելու դեպի Աստծո իշխանություն, դեպի Աստծո թագավորություն։ Այսինքն դա ցույց է տալու մարդիկ, այդ մարդիկ, որոնց մոտ պիտի Պողոսը գնար, այսինքն ընդհանրապես մարդիկ,
այդ իշխանության տակ են, չար իշխանության տակ են, թեկուզ դա չեն նկատում շատերը, ինչպես ասեցի։ Եվ պիտի Քրիստոսին հավատալով նրանք ազատվեն այդ իշխանությունից եւ հաստատվեն Քրիստոսի Աստծո թագավորության մեջ։ Սա մարացրեցի, որ հասկանան, որ իրոք իրականությունը դա է, թեկուզ մենք այդ իրականությունը չենք նկատում, որտեղ մեղավոր մարդը մտքով սրտով խավարած մարդ է, ինքը իրականությունը ճշմարտապես գնահատելու, հասկանալու կարողություն չունի։ Նա խաբված է, նրա սիրտը խաբեպա է։ Նա երգ է, որ ասում է, ինքը իրեն արծիվների վայել ճախրանք է տեսնում այդ դիրքի մեջ, ազատ, բայց ասում ինքը շղթայված է ոտները, չի տեսնում։ Սա է իրականությունը։ Եվ ավելին Պողոս առաքյալը երբ որ ներկայացնում է մարդու, մեղավոր մարդու վիճակը, եւ ասում ամենքս այդ վիճակի մեջ ենք, ամենքս այդ դիրքի մեջ ենք, տեսեք ինչ է ասում, Եփեսացիս 2-րդ գլխում ասում է, եւ դուք 2-րդ գլխի առաջին 1-3 խոսքերը, եւ դուք որ մեռած եք հանցանքներումը եւ մեղքերումը, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս մի ժամանակ ման են գալիս մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնության որդիներ ենք, բարկության որդիներ ենք, ինչպես ուրիշներն էլ։ Ներկայացնում է մենք բոլորս ամբողջականացում, ընդհանրացնում, բոլորիս մասնախոսում, ասում է մենք մեռած ենք մեր հանցանքներում ու մեղքերում։ Այսինքն մեր հանցավոր, մեղավոր կյանքը ցույց է տալիս, որ մենք հոգեորապես մեռած ենք, անընդունակ ենք արդարության որևէ մի քայլ կատարելու։ Բայց ասում է, ոնց որ ասած, ինչից ազդված էր մեր այդ կյանքը, այդպիսի ապրելակերպը, խոսում է, ներկայացում է հոգևոր դաշտ, որ ազդում էր մեր վրա, դիվական դաշտ, խավարի իշխանը, իր ոնց որ ասած համախոհներով եւ մարդկային բնություն։ Եվ ներկայացնում է, որ այս աշխարհի սովորության պես են գնում օդի իշխանության իշխանի պես եւ այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդների պես։ Եթե ասում է հոգու պես, այդ օդի իշխանության պես, այդպես նշանակում է նրա առաջնորդությամբ, նրա ղեկավարությամբ, նրա ազդեցությամբ, նրա ներգործությամբ, ասում որ ներգործում անա մեր ապստամբության որդների մեջ, այսինքն մենք ապստամբ որդիներ ենք, ապստամբության մեջ ենք, այն Աստված, որ մեզ ստեղծել էր, եւ որ պիտի նրան հնազանդվենք, ճշմարիտ ու իրական իշխանությունը նրանն է եւ իրավացիա, որ նրան հնազանդվենք, մենք ապստանք ենք, չենք հնազանդվում։ Խի, որովհետեւ ասում մեր վրա ներգործություն նաեւ կար։ Բացահայտում ասա Սուրբ գրային եւ ցույց է տալիս։ Եվ պատահական չի, որ բազմաթիվ տեղերում Սուրբ Գիրքը չարին անվանում է այս աշխարհի իշխան, այսինքն իշխանություն ունես աշխարհին, որ անվանում է այս աշխարհի իշխան։ Անվանում էր այս աշխարհի անգամ Աստված, կարդացած կլինեք, չէ՞։ Այսինքն այս աշխարհը խաբված է նրանից, այս աշխարհը ազդված է նրանից, իրան ոնց որ նրա հեղինակությունը ընդունում է որպես իշխան, անգամ մարդիկ կան, որ երկրպագում են այդ չարին։ Իհարկե դա շշակում նա երկրպագելի է։ Աշխարհն է խաբված եւ վախեցած եւ երկրպագում է, բայց միակն է երկրպագելին Աստված ճշմարիտ։ Այդպես է։ Եվ տեսնում եք, որ սա իրականություն է, ժողովուրդ ջան։ Ինչքան կուզեմ ասեմ, ես երբ եմ տեսել այս բան, իմ կյանքում երբ է այս բան պատահել, երբ է ինձ առաջնորդել չարը, ես իմ գլխով ապրել եմ, իմ համար ապրել եմ, ապա այդ ես եմ մտածում։ Շատ ժամանակ հենց պետք է չարին, որ ինքը աներևույթ լինելով ծածկված մնա, որ դու չհասկանաս, որ շատ բաներ, որ կյանքումդ անում ես, ապստամբում ես, հակառակ ես գործում, խոսում, անում Աստծո դեմ, դա նրանից է նաև, նրանից ազդված։ Իհարկե գուցե այդ ժամանակ մարդը ասեր, դե դեպքում ես մեղավոր չեմ, ինչ անում է չարն անում, թող Աստված իրան դատի։ Բայց ուշադրություն դարձեք, շարունակության մեջ այսպիսի բան ասեց, ձեր մարմնի եւ մտքի կամքն եք կատարում եւ բնության բարկության որդիներ եք։ Այսինքն մեր էությունը, մեր ներքնաշխարհը, մեր բնությունը, ասենք ասած, դաշնակից է չարին։ Այսինքն այն ինչ որ մեր ներքին էության մեջ կա, մեր հակումները, ցանկությունները, ձգտումները, փափագները, գնահատելի արժեքավոր բաները կամ մերժելի բաները, ասում եմ, դրանք այդ բնությունը, այդ բնությունից բխում էր հենց այս հանցանքներն ու մեղքերը նաև, այսինքն ծնունդով մենք ադամական լինելով
բնությունով դեպի հետ ենք, հակումներով, ցանկություններով դեպի հետ ենք, մեղքեր եւ հանցանքներ։ Այնպես որ պատասխանատվություն կա մեր վրա, այս չի որ չկա։ Մենք ինքներս էլ ոնց որ ասած տեղ ենք տալիս, համաձայնվում ենք, հոժարվում ենք չարի մտքի հետ, նրա ներգործության հետ, որովհետեւ մենք էության մեջ այդ ցանկությունները կան։ Սորտով, բնույթով դա ենք, ադամական լինելով։ Մեղքից ազդված այդ բնույթը, որ Ադամը ձեռք բերեց մեղանչելուց հետո։ Սա է Սուրբ Գիրքը ներկայացնում։ Բայց տեսնում ենք, փրկությունը սա է, որ մենք պիտի ազատվենք այդ չար իշխանությունից։ Որտեւ եթե դրանից չազատվենք, մենք չենք կարող Աստծո մարդը լինենք, Աստծո կամքով ապրենք։ Եվ տեսնում ենք Աստված մեր փրկությունը իրականացնում է իր որդու Հիսուս Քրիստոսով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եղավ մեզանից մեկը, կարելի ասել, Աստված, որ մարմին հագավ, երևցավ մարդկությանը, եւ նա մարդ էր։ Մեզանից մեկը, մարդկության ներկայացիչ, մի կարևորագույն անձ մարդկությունից ընտրված Աստծո կողմից, որ նա մարդկությունը, որ պարտվել էր, Ադամով արդեն պարտության մեջ էր գնացել եւ բոլորս մեր անձնական կյանքով պարտվել ենք խավարից սատանայից, նա եկավ, որպեսզի այդ հաղթություն հաստատի մեր թշնամու վրա, սատանայի նրա ուժերի վրա եւ մեզ ետ գրավի, ետ վերցնի եւ մեզ ազատի, ինչպես կարդացինք, խավարի սատանայի իշխանությունից եւ Աստծո թագավորության մեջ հաստատի։ Եվ բնականաբար տեսնում ենք, որն է Սուրբ Գիրքը ներկայացնում է ինչ լծակներ է չարը օգտագործում։ Կարելի ասել մի բանի մասին խոսացինք։ Լծակներից մեկը էսա, որ մարդու մեղանչական բնությունը դաշնակից է սատանայի հետ։ Այն առումով, որ համախոհներ են, այն առումով, որ նույն ցանկությունների եւ նույն ոնց որ ասած ձգտումների մեջ են։ Դեպի մեղք, դեպի չարություն, անիրավություն։ Մյուս բանը Սուրբ Գիրքը ներկայացնում է Եբրայեցիս 2-րդ գլուխ 14-15-րդ խոսքում ասում է մահվան վախով է ինքը ծառայեցնում մարդկանց։ Իսկ մարդկանց վախեցնում է մահովը։ Մարդիկ կան, չէ, որ էս է իրանց նպատակը, էս մի կյանքն է, էս է մեր բաժինը, կարևոր չի ինչ ճանապարհներով ենք, կարևորը սա է, որ հասցնենք վայելենք, ասենք իրանց ասած ձևով։ Ապրենք այս կյանքը, վայելենք։ Էս մի կյանքն է, բա ինչ պիտենք։ Մեկ ուրիշտեղ Պողոս ուրիշ ձևով ասում, ուտենք, խմենք, տես բան կա, փիլիսոփայություն ոնց որ գա բան։ Ուտենք, խմենք, որովհետև ինչ մեռնել կա։ Այսինքն մահը ստիպում է, որ հասցնեն, ինչ ոնց կլինի, ոնց ինչ ճանապարհով կլինի, հասցնեն, ասենց ասած վայելեն, այսպես ասած։ Ուտեն, խմեն, ման գան, էս անեն, հիմա աներավությունով կլինի, չարությունով կլինի, ինչով կլինի, կարևոր է սա, կյանքը մի հատ է, հազիվ է տրվել, պետք է վայելեմ։ Շատերի մոտ է այդ միտքը գաղափարը։ Սատանան այս մահվան վախով, որ գիտեն մահ կա, գիտեն պրծնելու է այս կյանքը, ծառայեցնում է նրանց։ Էսի օգտագործում են որպես լծակ, որ նրանց առաջնորդի։ Տանի շատ բաների մեջ, շատ չարությունների մեջ, որտեղ կյանքը շատ սահմանափակ է, պրծնում է։ Եվ այլ բաներ։ Այո, այս տեսնեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա, այո, մարդկության ներկայացիչ եղավ եւ Աստծուց դրվեց, որպեսզի գա եւ մարդկության բոլոր թշնամիների դեմ պայքար տանի ու հաղթի։ Հենց սատանայի դեմ հարցը։ Տեսեք, առաջի Ադամը պարտվեց, հենց որ փորձվեց, չէ՞ չարից։ Նա լսեց, նա հնազանդվեց, մերժելով Աստծո խոսքը, կամքը, որ իրեն հայտնի էր։ Բայց Քրիստոսը, տեսնում ենք, երբ որ սկսեց գործել, պատական մի համարեք, որ հենց առաջի գործը, որ նա արեց, եթե հիշում եք, ասենց ասած, այդ պայքարի մեջ մտավ, ասում է Սուրբ Հոգուց առաջնորդված նա տարվեց անապատ սատանայից փորձվելու համար։ Այսինքն հոժարակամ գնաց, որ այդ փորձությունը կրի։ Այնտեղ որտեղ ոնց որ ասած Ադամը փորձվելով պարտվել էր, ինքը եկավ այդ փորձության վայրը, մտավ այդ փորձության մեջ, թող սատանան փորձի։ Եվ գիտեք, փորձությունը նույն ձևի էր, ոնց որ Ադամին նենց էր Տիրոջը։ Սենց արա, առաջարկ էր անում, իր առաջնորդությունն էր չարը տալիս, սենց արա, նենց արա, Տեր ասում էր գրված է, այսինքն ինչ ասում, ես Աստծո կամքը կանեմ, ով սատանա, ոչ թե քո կամքը։ Եվ ինքը մինչև վերջ մնաց այո այդ փորձության մեջ, Աստծո կամքի մեջ։ Իհարկե դրանով չավարտվեց Տիրոջ փորձությունը։
Իր ամբողջ կյանքում ինքը չարի ծառաներով, չարի ձեռք, հենց չարով, ասենց ասած լիքը տեղերում դևերով հա փորձվում էր, բայց փորձվելով Սուրբ Գիրքը հստակ ասում է, նա ամեն բաներում փորձվեց մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Նա հաղթեց, նա չպարտվեց։ Նա, մենք գիտենք, մեկն էր, որ վախ չուներ, մահվան վախ չուներ, ինչպես ամեն մարդը։ Նա մահվան վրա իշխանություն ունեցողն էր և այն ինչով սատանան կարողանում էր մարդկանց ծառայեցնել, վախեցնելով, Հիսուսին չէր կարող ծառայեցնել։ Ինքը Տերը անգամ ինչ էր ասում, ես իշխանություն ունեմ իմ անձս դնելու և իշխանություն ունեմ իմ անձս վերցնելու, սա իմ հորից է առը։ Մարդկությունը սովորաբար այո վախեցած է մահից։ Եթե մի հարազատ կամ որևէ մեկը հիվանդանում է, ամեն աշխատանք կատարում են, ջանք թափում են, որպեսզի հանկարծ մահվան չհասնի։ Հենց մահը կատարվում, թևաթափ են անում, այլ ոչինչ չեն անում, բանում թաղում են։ Տես չի։ Իսկ նա անզոր են, անուժ են, բայց Հիսուսը տեսեք ինչ ասում. ես իշխանություն ունեմ իմ կյանքս դնելու եւ իմ կյանքս ինչ անելու, վեր առնելու։ Ես կարող եմ մեռնել եւ կարող եմ նորից ինձ կենթանացնել, հարություն տալ։ Սա հորից ասում է առը, փառք Աստծո սրա համար։ Եվ նաև տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսը այն մարդկային բնությունը, որ դաշնակից էր սատանային, թեկուզ իր մեջ կրում էր որպես մարդ, նույն բնությունով էր ինչպես որ մենք, բայց ինքը իր ամբողջ կյանքում սաստեց, սանձեց, արգելեց դրա գործունեությունը եւ իր աստվածային բնությունով միշտ արդարություն գործեց։ Այսինքն չարը չկարողացավ այդ բնությունն էլ օգտագործել, որ Քրիստոսին պարտության մատներ, իրեն նազանդեցներ, չկարողացավ, որտեղ այդ բնությանը Տերը սաստեց, այդ բնությանը սանձեց, այդ բնության վրա ասենց ասած արգելք դրեց, որ նա երբեք նրա առաջնորդությունը ինքը չընդունի, ինքը վարվեց Աստծո կամքով, Աստծո բնությունով։ Եվ սրանք այո, եւ ասենց ասած հիմք հանդիսացան, որպեսզի Քրիստոսը նաև խաչը բարձրացնի, խաչի գործ իրականացնի, վերջ դնի մահվան իշխանությանը, վերջ դնի մեղքի բնության իշխանությանը եւ վերջ դնի սատանայի ամեն իշխանությանը։ Եվ երբ որ ինքը գնում էր խաչվելու, ես հիշեցնեմ իր խոսքերը, Հովանու 12-րդ գլուխ 31-32 խոսքերը պիտի կարդամ ձեզ համար, երբ որ ինքը խաչվելու էր գնում, այսպիսի խոսք ասեց. հիմա դատաստանն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի, եւ երբ որ բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Ուզած հենց հիմա ինքը խոսում էր իր խաչելությունից անմիջապես առաջ։ Հենց հիմա դատաստանն է այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Այսինքն սա ինչ նշանակում։ Էլ իշխան չի լինելու։ Զրկվելու է իր աթոռից, զրկվելու է իր իշխանությունից, զրկվելու է իր լծակներից, միջոցներից իշխելու համար, ինչպես խոսվեց։ Եվ իրան դատաստան է սպասվում։ Զրկվելու է իր իշխանությունից եւ մատնվելու է դատաստանի։ Խաչի գործը դա իրականացրեց, Քրիստոսի մահն ու հարությունը դա իրականացրեց։ Մեղքի, մահի, մարդկային մեղանչական բնության հարց լուծվեց։ Ընտրությունը փոխվեց։ Խաչի գործով մարդը հնարավորություն ունի ընտրել Աստծուն եւ ազատվել խավարի իշխանությունից։ Ամբողջությամբ դուրս գալ, որ չարը ընդհանրապես ոչ մի լծակ չունենա եւ իշխանություն չունենա նրա վրա։ Եվ մեկ ուրիշ տեղ Հովանու ավետարանի 16-րդ գլխում ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, Սուրբ Հոգին պիտի աշխարհին էլ հանդիմանի, քրիստոնյաներին էլ պիտի օրհնի, առաջնորդի Աստծո խոսքի մեջ, Քրիստոսի խոսքերի մեջ, բայց աշխարհի հետ էլ գործ անելու։ Եվ աշխարհի հետ գործ անելու, ասենք ասած 3 հարցեր կան, որոնց հետ կապված պիտի այդ հարցերում աշխարհին, մարդկությանը, մեղավոր մարդկությանը, Քրիստոսին չընտրած մարդկանց հանդիմանի։ Եվ կուզեմ կարդամ ձեզ համար 16:8-11-ը։ Երբ որ նա գա աշխարհին կհանդիմանե մեղքի համար եւ արդարության համար եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում, արդարության համար, որ ես իմ հոր մոտ եմ գնում եւ ինձ այլևս չեք տեսնի, եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ես երրորդ բանի վրա կուզեմ կանգ առնեմ։ Աշխարհին պիտի հանդիմանի դատաստանի համար, ասում է, ինչ հարցում, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Այսինքն դա ինչ հանդիմանություն է։ Դե հանդիմանի սրա մեջ, որ ասենց ասած դուք մարդկանց մեղավոր մարդ, դուք բռնել եք սատանայի պոչը կոպիտ ասած,
Դուք նրան եք հետևում, նրան եք հնազանդում, բայց նա ումը որ հետևում եք, լսում եք, հնազանդում եք, նա դատապարտված է։ Վերջացավ Քրիստոսի խաչի գործով նա շուտով պիտի մատնվի տանջանքին, հեռացվի մարդկությունից։ Բայց դուք հետևում եք նրան, եթե հետևում եք նրան, նրա հետ միասին էլ կդատապարտվեք։ Այո, մարդկության Սուրբ Հոգին այդ հանդիմանությունը անում է, ում հետևից եք գնում, այդ ումն եք լսում, եք լսում։ Հիսուսը նրան հաղթել է եւ դատապարտել է, Հիսուսը նրան զրկել է ամեն իշխանությունից ու լինելու, ասես գործնեություն երկրի վրա ծավալելու իրավունքից։ Ուղղակի ժամանակ է պետք Աստծո ապաշխարողների պատճառով, որ համբերում է Աստված։ Բայց էսա գալու է ժամանակ դատապարտվեն եւ դատապարտվի եւ դուք էլ որ նրան լսում եք, դրա հետ պիտի դատապարտվեք։ Այդպես է։ Այսինքն սա էլ է ցույց տալու, որ վերջացել է խավարի իշխանությունը, վերջացել է սատանայի իշխանությունը։ Տերը վերջ դրեց, այլ անխետներն են նրան հետևում, որտեվ նա իշխանություն չունի։ Եվ տեսնում ենք, որ իրականության մեջ Աստված այո մեզ տալիս է այդ իրավունքը, հնարավորությունը, բերում է լույսի մեջ Քրիստոսին ընդունողներին, հաստատում է իր ներկայության մեջ, որ ինքը թագավորի մեր կյանքում, ինքը ղեկավարի եւ բոլոր բաներից զրկում է սատանան, ընդհանրապես ոչ մի ձևի իշխանություն չունի մեր վրա։ Զրկված է նա, չի կարող։ Եվ դիրքով, իշխանությունով, զորությունով մեզ ավելի է բարձրացնում, բարձրադնում անգամ նրա բոլոր դիվական ուժերի վրա է դնում։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է հենց այդպես, օրինակ, երբ որ ես կարդացի Եփեսացիս թուղթը ներկայացրեցի, այստեղ խոսում է նրա մասին, որ շարունակություն ասում է, եթե մենք այդ վիճակում էինք, երկրորդ գլխում ասում է, մեռած էինք, չէ՞, մեր հանցանքները, ապա ինչ եղավ հետո մեզ հետ։ Բայց Աստված որ մեծ է, 4-րդ խոսքից եմ կարդում, մինչև 6-ը։ Բայց Աստված որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ։ Շնորհքով ենք փրկված։ Նրա հետ մեզ հարուստ, նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսումը։ Հիսուսի հետ միասին մեզ էլ հարուցանեց, հարություն տվեց, կյանքի մեջ հաստատեց եւ մեր դիրքը տվեց Հիսուս Քրիստոսումը, նստեցրեց երկնավորներում Քրիստոս Հիսուսումը։ Եվ նույն Եփեսացիս թղթում ասում է, ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, ամեն թագավորությունից, ամեն ուժերից վեր դրեց, կանգնեց ինքը եւ եկեղեցին է նրա մարմինն էր, ամեն ինչ իր եկեղեցու ոտքերի տակ դրեց։ Այսինքն իրականության մեջ զորությունը, իշխանությունը, առավելությունը, ասենց կարողությունը Տիրոջն է եւ նրանք, ովքեր Տիրոջը հավատաց են, ընդունել են Քրիստոսին որպես իրանց Տեր ու Փրկիչ, նրանք մեկացել են Քրիստոսին իր հաղթության մեջ։ Այն ամեն ինչում ինչ որ Քրիստոսը հաղթեց, իրենք դառնում են դրանց մեջ հաղթողներ։ Այն ամեն իշխանությունը, որ Տերը ձեռք բերեց, Տերը դրանց մեջ իր ժողովրդին իշխանություն է տալիս։ Եթե ինքը իշխանություն ունի դևերի վրա, սատանայի վրա, նրա գործերը քանդելու, մարդկանց ազատագրելու եւ այլ, այսօր Աստծո մարդիկ էլ այդ իշխանությունն ունեն, Աստծո ժողովուրդը։ Եվ չարի միակ զենք այսօր որ միշտ եղել է մնում է իր սուտը, որ ինքը խափի, ինքը ներկայացնի իրեն որպես մեծ, հզոր, ինքը հպարտ է։ Պետրոս ասում է, Առաքյալ ասում է, մռնչացող այռուցի նման է ման գալիս, թե կամ, բայց իրականության մեջ նրա ձեռքից վերցված ամեն իշխանությունը ոչինչ չի կարող անել Աստծո ժողովրդին։ Նա իշխանություն չունի, նա պատերազմում է, պայքարում է, ուզում է վնաս տալ, բայց երբ որ մենք կենում ենք Քրիստոսի խոսքի մեջ, նա ոչինչ չի կարող անել։ Քրիստոսի մեջ ոչինչ չի կարող անել։ Հակառակ, եթե մենք ճանաչենք մեր դիրքն ու իշխանությունը, որ Աստծո թագավորության մեջ մեզ տրվել է, ապա մենք նա պիտի մեզանից վախենա։ Եվ հետաքրքիր է օրինակի համար Սուրբ Գրքի խոսքերը երկու համար կարդամ, Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-ից 7 խոսքերը պիտի կարդամ ձեզ համար։ Ասում է. Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխը թշնամին սատանան գոռոզ այռույցի պես ման է գալիս եւ որոնում է թե որին կուլ տա, որին հակառակ կեցեք հավատքով հաստատված, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքից մեջն են, նույն չարչարանքներն են քաշում։ Այսինքն կա այդ պատերազմը, հոգևոր պատերազմը կա, բայց ամբողջ հարցը էսա,
Հաղթությունը մերն է, որտեղ մեր Տերը հաղթել է նրան։ Մենք նրա իշխանության տակ չենք, նա ոչ մի լծակ չունի մեր կյանքում մեր վրա։ Մեր Տերն է մեր թագավորը, մեր իշխանը, մենք նրանն ենք։ Եվ ասում է, որին հակառակ կացեք, հավատքով հաստատված։ Այսինքն հավատքը սա է, դու ճանաչում ես Քրիստոսի հաղթությունը, դու գիտես այդ հաղթության մեջ դու ինչ դիրքի մեջ ես դրվել, ինչ հնարավորությունների տեր ես դառել, ինչ բարձրություն ունես եւ այդ հավատքով խոսքը լսած, խոսքին նազանդվելով մնում ես այդ հավատքով քո դիրքի մեջ։ Կվախեցնի, ես իմ դժվարություններ կստեղծի, վերջը ինքը պարտվելու է անպայման։ Եվ ավելին, երբ որ Հակոբոս առաքյալի թուղթն ենք կարդում, հետաքրքիր մի բան ասում, որ այդ բառի վրա պետք է ուշադիր լինենք։ Հակոբոս առաքյալի թուղթ նամակ 4-րդ գլուխ 7-րդ խոսքը կուզեմ ձեզ համար հիշեցնեմ։ Արդ հնազանդվեցեք Աստծուն եւ հակառակ կեցեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Հետաքրքիր ասում է, հնազանդվեք Աստծուն, Հակոբոսը Տիրոջ ժողովրդին ասում է, լսեք Տիրոջը, հակառակվեք սատանային, մի լսեք նրան։ Նրա ասածին ոնց որ տեղ մի տվեք, մի հնազանդվեք, մի վախեցեք։ Հետաքրքիր բան է ասում, չի ասում եւ նա կթողնի կհեռանա։ Ինչ բառ է օգտագործում։ Եվ նա կփախչի ձեզանից։ Ով է ումից փախչում։ Փախչում են մեկից, որից վտանգ կա, վնաս կա, չէ՞։ Փախնում են, որ հանկարծ մոտը չմնան այդ վտանգի մեջ։ Ասում է սատանան ձեզանից կփախչի, ոչ թե կհեռանա։ Ես քայլ, այլ կփախչի, ինչու՞։ Որտեվ մեզանից իրան վտանգ է սպառնում։ Որտեվ մենք Տեր Հիսուս Քրիստոսով իշխանություն ունենք։ Նրա գործը քանդելու, նրան հարված բերելու, նրա ուժերը ջլատելու, նրա իշխանությունը կապելու, նրան արգելելու որևէ գործունեության մեջ, պատական չի, Հիսուսի դեմը աղաչում են, աղաղակում են դևերը, խնդրում են ուղղակի, եթե հնարավոր է մեզ օրինակ սենց արա, նենց արա, ժամանակից շուտ եկար ասում է ինչ անելու, մեզ անդունդը ուղարկելու։ Իսկ իրանք գիտեն, որ իրանց տեղը որտեղ է, իրանց դատաստանը ոնց է, բայց իհարկե իրանց ընտրությունը կատարյալ է եւ իրանց ասած ասած փրկություն չկա, իրանք կատարյալ, ասում է դևերն էլ են հավատում, որ Աստված կա եւ ինչ են անում, սարսափում են, դողում են։ Այդտենց դողում են նաեւ հավատացյալներից, որոնք իրենց իշխանությունն ու դիրքն են ճանաչում, հավատացեք։ Ասում է եւ նա ձեզանից ինչ կանի, կփախչի։ Կփախչի։ Եթե դողում են, չի շակում, չեն քեզ մոտենալու։ Եթե դողում են, սարսափում են Աստծուց, չի շակում, Աստծո դեմ էլ բան չեն անում։ Գիտեք, էլի անում են, սարսափելով հանդերձ անում են, բայց ամբողջ հարցը էս է, որ սարսափում են։ Ստեղ ասում է, ձեզանից կփախչի։ Ումից։ Նա որ Աստծուն անազանդվում եւ հակառակվում է սատանային։ Մեզ տվել է Տերը, այո, իշխանություն, իր ծառաներին է տվել հատուկ իշխանություն, նա բոլորիս է տվել հատուկ իշխանություն։ Ասում է, կողկրտելու օծերի, կարիճների վրա, դիվական ուժերի վրա, դուք կճզմեք նրանց, դու նրանց ոնց որ ասած վնաս կտաք, բայց նրանք ձեզ ոչ մի բան չեն կարող անել։ Այսօր չարը աշխարհին ասենց ասած ներկայանում է, Սուրբ Գիրքը ներկայացնում է մի հատ վիշապի տեսքով, գազան իրա, չէ, սատանայի մարդը, որ պիտի այդ ապստամբության որդի ները, որ պիտի գա, անունը Գազանա չէ, նրա կառուցած համակարգը Գազան, այո, աշխարհի համար, մարդկության համար Գազանա։ Բայց ինչ է նույն տեղում ասում։ Ասում է, երբ որ ինքը անում էր, շատերը հնազանդվում էին իրեն, չէ՞։ Իր ուզած բաները կատարում էին։ Բայց նա ում վրա իշխանություն չուներ, ասում է, ում անունները ինչ գրված էին գառի կյանքի գրքի մեջ։ Այսինքն ով որ Քրիստոսինն է, նրանց վրա իշխանություն չուներ, այսինքն նա չկարողացավ հասնել այն բանին, որ նրանց ստիպել տա իրեն ծառայեն, իր ուզածը անեն, իրեն երկրպագեն, նա չկարողացավ, ուժ չուներ։ Ուրիշ տեղ ասում է, հաղթեցին վիշապին Աստծո ժողովուրդը։ Եվ ասում է, գառան արյունով, այսինքն Քրիստոսի խաչի գործը, որպես իրանց այդ խավարի իշխանությունից հանած ու լույսի մեջ, Աստծո թագավորության մեջ դրած Քրիստոսի հետ մեկացած լինելու հիմ։ Իրենց վկայված խոսքով, այսինքն իրենց Աստծուց վկայված խոսք ունեն, իրանք դա ամուր պահում էին, դրանով էին հաղթում, ոնց որ կարդացինք Պետրոս ասում է, հավատքով հաստատ, չէ՞ կացած։
եւ իրենց անձերը չսիրելով մինչեւ հիմա։ Այսինքն կյանքի հարցն էլ, որ սատանան վախեցնում էր մահվանով, ասում է, իրենք իրենց կյանքի վրա մահվան վճիռ կայացրեցին, մինչև հիմա։ Եվ դրա համար չկարողացավ պարտության մատնել, նրանք հաղթեցին։ Այո, չկա, Աստված է մեր Տերը, Աստված է մեր իշխանը, Աստված է մեր թագավորը, մենք Տիրոջն ենք։ Ավելին, մենք Տիրոջով մեկ Քրիստոսի հետ մեկացած խաչի գործով նրա հետ մեկացել ենք նրա իշխանության մեջ, զորության մեջ, նրա դիրքի փառավոր մեջ, մենք իր բարձր ենք եւ իշխանություն ունենք չարի բոլոր ուժերի վրա, տրորելու, կողկրտնելու, հարվածելու։ Ինքը դա գիտի, երբ որ հանդիպում է տենց հավատացյալին, տենց հասկացողին, թեկուզ փորձ անում, բայց շուտ փախչում է։ Որտե վախենում է, վնաս է քաշելու։ Ուրեմն Աստված օրհնի մեզ, որ մենք ճանաչենք մեր փրկության, ասած ասած ամբողջականությունը։ Տերը նաև մեզ ազատում է Քրիստոսի խաչով բոլոր սատանայի հնարավոր միջոցներից, լծակներից, որով նա կարող էր մարդու վրա իշխել եւ մեզ վերադնում, բարձրացնում է, նրանից էլ բարձրադնում, որ մենք իշխենք, որ մենք, ասած ասած, կարողանանք ոչ միայն պաշտպանել նաև մեզ, այլ նաև վնաս տալ չարին, իր ուժերը, իր գործերը քանդել, իր, ասած ասած, ամեն ծրագրերի դեմը կանգնել մեր իշխանությունով։ Աստված օրհնի մեզ։ Թող Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք ճանաչենք սա, իհարկե նորից մենք այն ժամանակների մեջ ենք, որ շատ կարևոր է այդ ճանաչողությունը, որտեվ կարելի ասել, էսի այն ժամանակներն են, ոնց որ Աստված թույլ է տալիս, ոնց որ Հիսուսի հետ պատահել։ Թույլ տվեց, որպեսզի վերջի այդ 3 օրը, չէ, այդ օրերը ինչ որ մտածել էին, խորել էին սատանան իր ծառաներով, կարողանա իրականացնել։ Մինչև այդ ուզում էին բռնեն, ուզում էին վնաստային, չէին կարողանում։ Բայց թույլ տվեց։ Հիմա էլ կարելի ասել էսա, որ մի հնարավորություն է ստեղծվել չարի եւ իր ծառաների կողմից, մի համակարգ դնեն աշխարհի մեջ, որով մարդկությանը ստիպեն իրեն նազանդվելու, երկրպագելու եւ ոնց որ ասած ամեն հնարավորությունը կարծես թե իրանք ունեն գործադրելու, անելու։ Աստված ոնց որ արգելքները վերցել է, բաներ կա մինչ հիմա արգելված էր, հիմա արգելքները վերցված է։ Բայց մեզ դա պիտի չվախեցնի։ Մենք պիտի տեսնենք մեր դիրքն ու իշխանությունը։ Մենք բարձր ենք Աստծով, Քրիստոսով, մենք Քրիստոսի հաղթության մեջ ենք, Քրիստոսը արդեն նրան պարտության է մատնել, մենք էլ Քրիստոսի հաղթություն ունենալով, այո, մեր կյանքով անհատապես ամեն մեկս կարող ենք հենց այդ հաղթության շնորհքը, զորությունը գործադրել, մեզ պահել Աստծո խոսքի մեջ, մեր իշխանությունը օգտագործել եւ պիտի այս համակարգն էլ, այս ամեն ինչն էլ մեր ոտքերի տակ լինի, ոչ թե մենք դրան նազանդվենք։ Կուզեմ, որպեսզի գոհանանք Աստծուց, փառք տանք Աստծուն, այսպեսի հաղթության համար, այսպեսի փրկության համար եւ նաեւ այսօր մեր այո հոգսս է, որպեսզի Աստված մեզ համար պաշտպանություն անի գալիք ամեն չարիքներից, փորձություններից, նայա մեր Տերը եւ նաեւ այն հնարավորությունը, որ ստեղծել է առանց համարակալման իրեն պաշտենք, երկրպագենք, մեր հնարավորությունները ունենանք առնելու, ծախելու, խնդրենք, որ Տերը իր բացած դուռը մեզ համար բաց պահի։